Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարն օրեր առաջ հայտարարեց, որ մինչեւ 2022 թվականը Հայաստանի համախառն ներքին արդյունքում արտահանման ցուցանիշը պետք է հասնի 45%-ի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում 45% ցուցանիշի ապահովելը բավականին իրատեսական է։ Ըստ Ազիզյանի, հնայում արտահանման ցուցանիշը դրական դինամիկա ունի։ Անցած տարի այն 33% էր, 2015-ի համեմատ 3%-ային կետով ավելի։ Նման տենդենս 2-3% տարեկան տոկոսային կետով աճ, դա այն մեր նախանշած թիրախն է, որ պիտի հասնենք եւ դրա արդյունքում հնարավոր է ապահովել համախառն ներքին արդյունքում 45% ցուցանիշ։ Այս տարվա առաջին 4 ամիսների ցուցանիշները եւս դրական են։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2017-ին 16% աճ է գրանցվել։ Դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման ծավալը 38% ավելացել է։ Մեծ բաժինը կազմում է Ռուսաստանի շուկան ընդհանուր ԵԱՏՄ շուկայում, բայց նշեմ, որ բոլոր երկրներում մենք ունենք աճի, արտահանման աճի տենդենսներ եւ օրինակ Ղազախստան, Qırğızstan մենք ունենք 2-2-ից ավել անգամի աճեր։ Կառավարությունը խնդիր է դրել Made in Armenia պիտակով ապրանքներն արտահանել ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շուկաներ։ Ունենք խոչընդոտներ տարբեր շուկաներում։ Ունենք ԵՏՄ շուկաներում դեռևս մատչելիության խնդիր, այսինքն ցանցեր դեպի մեր արտադրողների համար մուտքը պետք է լրացուցիչ հնարավորություններ ստեղծենք։ 5 տարի հետո ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալը եւս պետք է կրկնապատկվի։ Հիմա այն 3.5 միլիարդ դոլար է, 2022-ին ցուցանիշը պետք է հասցվի 6.5-ից 7 միլիարդ դոլարի։ Հովհաննես Ազիզյանը հայտնեց, պետք է լուծել լոգիստիկ տրանսպորտային փոխադրումների խնդիրները։ Հնարավորինս պետք է ձևավորել վերին Լարսի ալտերնատիվ հնարավորություններ։ Հյուսիսային Օսիայով լրացուցիչ ճանապարհի բացման հնարավորությունը այս պահին քննարկվում է։ Ապրանքների արտահանման աշխարհագրությունը ընդլայնվել է։ Եվրամիության երկրներ Հայաստանից արտահանվում է խմիչք, ձուկ, ձկնամթերք, ծխախոտ, տեքստիլ եւ հանքահումքային արտադրանք։ Ամենակարևոր խնդիրը դա համապատասխան որակի ապրանք ապահովելն է եւ իհարկե տեղում լաբորատորիաների ձևավորումն է, որոնք կհիմնավորեն, որ ստեղծված ապրանքը բավարարում է եվրոպական շուկայի պահանջներին։ Հայաստանի համար նոր շուկաներ են բացվել Իրաքում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հայաստանից դեպի այս երկրներ արտահանվում է հիմնականում ծխախոտ, խմիչք, սունկ, ելակ, լոլիկ, պահածո։ Ազիզյանի խոսքով կառավարությունը եւս աջակցում է արտահանողներին։ Ստեղծվել է արտահանման ապահովագրական գործակալություն, պետությունն էլ սուբսիդավորում է տրամադրվող վարկերի տոկոսադրույքները։ Միջանկյալ ապրանքների ներմուծման դեպքում զրոյացվում են մաքսատուրքերը։ Նաիրի Մուրադյան, Անդրանիկ Արթենյան, ժամը լրատվական։